կանայինք մի փոքր դուք մասնագիտական տեսանկյունից ներկայացնեիք այսօր այստեղ ցուցադրվող զենքերի մասին, որոնք են, այսպես ասած, լավագույն զենքերը եւ ինչ կարեւոր մարտավարական։ Այստեղ ինձ թվում է պետք է նշել, որ մի քանի սեգմենտ կա մեծ, առաջինը դե անօդաչու թռչող սարքերը, որ արդեն Հայաստանը ահագին ժամանակ բավականին մեծ թվով ընկերություններ զարգացնում են այդ ուղղությունը, տեսնում ենք, որ համ տեսականին է շատացել, համ որակը, ու արդեն ունենք ահագին մոդելներ, որոնք բանակում են նաև կիրառվում եւ գնվել են Պաշտպանության նախարարությունի կողմից, նաև ունենք մի ուրիշ սեգմենտ, օրինակ ռադիոլոկացիոն կայաններ, դրսում մի հատ մեծ նայիրի տեսակի ռադիոլոկացիոն կայան կա, բավականին ինձ թվում է Հայաստանի պարագայում դա հետարքիր է, որպես տենց մեծ ֆիզիկական ինչ-որ hardware տեսակի պրոդուկտ, որը մենակ, ասենք, համարվում է, որ Հայաստանի ուժը ավելի շատ software-ի մեջ է եւ ինչ-որ զուտ բարձր տեխնոլոգիական, բայց այստեղ մենք նաեւ տեսնում ենք մեծ արտադրական աշխատանք արած։ Տեսնում ենք, որ նոր սեգմենտ է դառնում, օրինակ զրահապատ մեքենաները, որ նաեւ դա էլ արդեն տենց մենակ հայտեկի մասին չի խոսքը գնում, հրետանային որոշ միջոցներ, 120 մմ-անոց մինամյոտներ, ինքնագնաց օրինակի համար կամ 122 մմ-անոց հրթիռային համազարգային համակարգեր, այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ երկու ուղղություն կա, համ տենց զուտ բարձր տեխնոլոգիական է, համ էլ ինդուստրիալ նաև որոշ զարգացումներ կան, հենց ծանր արտադրության մասին է այստեղ խոսքը գնում։ Քանի որ ճիշտ է, նշվեց, որ 7 տարբեր երկրներից գնված տեխնիկա է, բայց բնականաբար մեր քաղաքացիներին ավելի շատ հետաքրքիր են հայկական արտադրության աթսները։ Կասեք դրանք որն էին եւ իրենց առավելությունները կամ ինչպիսի խնդիրներ են։ Մենք այստեղ շատ ընկերություններ ունենք, զուտ օրինակ շքերթի ժամանակ ամեն ինչը չէր ցուցադրվել, ինչը որ այստեղ կա։ Այստեղ բացի նրանից, ինչը որ արդեն բանակում կա, կան նաև ավելի նոր մոդելներ, ընկերություններ, որ դեռ երևի չեն կարողացել վաճառել իրենց ապրանքը կամ նոր են սկսում, ավելի ուշ են սկսել, բայց օրինակ DEV տեսակի ԱԹՍ-ները հարվածային իրենք համ ստեղ են ներկա ցուցադրվում, համ էլ շքերթի ժամանակ, որը խոսում է նրա մասին, որ բանակում էլ է դա կիրառվում, եւ տարբեր տեսակի դրոններ կան ուրիշ դրամաչափի ավելի փոքր, օրինակ մեղուն նշված, որ կար շքերթի ժամանակ ստեղել, ինքը կարելի է իրեն գտնել, կան օրինակ բացի հարվածային դրոններից հետախուզական մի շարք դրոններ տարբեր հայկական ընկերություններից, որից մի մասը գնել են, մի մասը դեռ չէ, այս process-ը ինձ թվում է շատ շարունակական է լինելու։ Իսկ հարվածային դրոնները մեր տարբերակում այդ կամիկաձեների նման են, այսինքն իրենք հարվածով այդքան թե ինչ-որ Մեծ մասը այո, բայց կան նաև որոշ դրոններ, որոնք օրինակ ինչ-որ ռումբեր են փոքր, իրենք արձակում, բայց իրենք մի քանի անգամ իրենց կարելի է օգտագործել, էլի ռումբը թողում է, ինքը գնում է։ Եվ վերջին հարցը կուզեի նշել, ինչ ընդհանրապես պատկերացում ունեք կամ ինչպես է գնահատում նոր զենքերի տեսակները եւ դրանց մեջ որն էր առավելություն կամ ինչ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար, այսպես ասած, պաշտպանության։ Այստեղ շատ կարևոր է, որ Հայաստանում է ահագին մի մասը արտադրվում, արդեն 10 շատ մոտավոր երևի կարելի ասել 15%-ի մոտավորապես կողմերը բոլոր գնումների, որ այս վերջի մի քանի տարվա մեջ արվել են, դա հայկական ընկերություններից է, որը նշանակում է, որ դա շատ ավելի մատչելի էր եւ դա երկիրն էր զարգացնում, որովհետեւ սա ընկերություններ են, մարդիկ են աշխատում, զարգանում են, աշխատավարձ են ստանում, այդ գումարը, այդ 15%-ը, որ ծախսվել է Հայաստանի ներսում, դա կորած գումար չի, ինչը չի կարելի ասել դրսից առած զենքի մասին, դա գումարը երկրից դուրս է գալիս ու կորում։ Բնականաբար մենք մեկը դրսից էլ պետք է շարունակենք զենք առնել, որովհետև Հայաստանը դեռ
գոնե 10-15 տարի հաստատ ամեն սեգմենտում չի կարողանալու արտադրություն ունենալ, բայց օրինակ եթե դա թիվը հասնի 30%-ի, դա կարելի է ասել, որ շատ լավ ռազմարտությունաբերություն Հայաստանը ունի եւ շատ ավելի մեծ պետություններից այդ տոկոսը մեծ կլինի հենց ներքին գնումների։